Տեղի է ունեցել աղոթքի ձևաչափով առաջին երեկոն, որին ներկա է գտնվել վարչապետը։ Նախկինում չի եղել որևէ առիթ, երբ նույն միջոցառմանը ներկա լինեն հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ այլ կրոնական համայնքների ներկայացուցիչներ, թեև կրոնական հանդուրժողականությունը մեր օրակարգերում է, արձանագրել է երկրի ղեկավարը։ Սա այն դեպքերից է, որ մենք մեր քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումները այդ թվում պիտի վերածեն կոնկրետ մարդկային շփումների եւ այդ շփումները շատ կարեւոր են, որովհետեւ ես ինձ համար արձանագրում եմ, որ տեսեք մենք այդ թվում Հայաստանում ունենք կրոնական տարբեր համայնքներ, ազգային փոքրամասնություններ, բայց ես օրինակ պիտի խոստովանեմ, ինչքան էլ դժվար եւ բարդ լինի, որ նրանց հավատքի, նրանց կրոնի մասին շատ բան չգիտեմ։ Եվ սա մի առիթ է, որպեսզի մենք իրար նախ որպես համայնքներ եւ հետո անհատապես մարդիկ հնարավորություն ունենալ պատմել իրար Աստծո հետ իրենց ունեցած հարաբերությունների, այդ հարաբերություններում արձանագրված հաջողությունների եւ ձախողումների մասին։ Աղոթքի նախաճաշի միջոցառման վարչապետը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, խոստովանում է, սկզբում չի ընկալել դրա իմաստը, բայց հետո կարևորել է նշանակությունը։ Ինչ տեսա ես Միացյալ Նահանգների ազգային աղոթքի նախաճաշում։ Մարդիկ ամենատարբեր զբաղմունքի, ամենատարբեր կարգավիճակի մարդիկ պատմում էին իրենց հոգևոր զգացումների, զգացմունքների, իրենց հոգևոր փորձի մասին, Աստծո հետ Հիսուս Քրիստոսի հետ իրենց ունեցած հավատի մասին, հավատի իրենց ճանապարհի մասին, այդ ճանապարհում իրենց ապրած կասկածների մասին, երկմտությունների մասին։ Եվ մարդիկ պարզապես կիսվում էին իրար հետ իրենց հոգևոր զգացմունքները։ Եվ ես հասկացա, որ դա շատ է պակասում մեզ, որովհետև իհարկե մենք մեծ պատկառանքով մասնակցում ենք եկեղեցական արարողությունների, պատարակների, այստեղ կա մի նրբություն, որ պատարակի մասնակիցները իրենք խոսելու հնարավորություն սովորաբար չեն ունենում։ Իրենք առաջնորդվում են եւ դա շատ պատկառազդու արարողություն է, ինչին ես մեծ խանդաղատանքով մասնակցում եմ։ Միգուցե դա էր պատճառ հանդիսացել, որ ես սկսել էի Սուրբ Զատկի եւ Սուրբ Ծննդյան օրերին մեր ժողովրդին դիմել ուղերձով, սաղմոսով, շնորհավորելով, խոստովանել է վարչապետը, նշել է պատմելով Աստծո մասին, պատմում ենք ինքներս մեր մասին, որովհետեւ ըստ նրա հավատալ Աստծուն նշանակում է հավատալ, որ Աստված ապրում է քո մեջ։ Ես հիշում եմ մի ժամանակ ինձ հարցազրույցներից մեկի ժամանակ, ես այն ժամանակ գուցե նույնիսկ պատգամավոր չէի, լրագրողը ինձ հարց տվեց, ասեց դու հավատում ես արդյոք Աստծուն։ Ես ասացի այո, ես հավատում եմ Աստծուն։ Եվ լրագրողը հաջորդ հարցը տվեց, ասեց իսկ ինչու, ինչպես եղավ, որ դու հավատում ես Աստծուն։ Եվ ես պատմեցի, որ երբ որ ես առաջին անգամ առնչություն ունեցա նոր կտակարանի հետ, դա խորհրդային միության փլուզման ժամանակներն էր, մինչ այդ պահը ես ընդհանրապես գաղափար անգամ չունեի Աստվածաշունչ գրքի գոյության մասին։ Իհարկե ես դպրոցական էի այդ ժամանակ 7-րդ դասարանում էի, եւ դրանք այն ժամանակներն են, երբ որ սկսում էին արդեն խոսել, քննարկել, այսինքն կարելի էր այդ հովերի ներքո ես իմացա Աստվածաշնչի մասին, մենք արդեն սկսում ենք քննարկել դասարաններում Աստծուն, Աստծո հետ կապված թեմաներ, այսինքն մենք կար ավանդույթով արարողություն, մոմ վառելու, մատուռ գնալու եւ այդպես շարունակ, բայց մենք Սուրբ գրքի մասին ընդհանրապես ես ինքս գաղափար չունեի։ Նոր կտակարանից է առաջին անգամ իմացել, հասկացել ու փշաքաղվել, խոստովանել է վարչապետը։ Հնարավոր չէր, որ մարդը ստեղծեր նման բովանդակություն։ Փաշինյանը մեկ այլ դեպք է հիշել, երբ ազգային ժողովում падգամավորների հետ զրույցի ընթացքում փորձել է վերհիշել կտակարանից որևէ միտք, բայց դժվարացել է։ Երբ որ падգամավոր գործընկերը ինձ հարցրեց, թե որոնք էին այդ տողերը, որ քեզ ստիպեցին, որ քեզ բերեցին հավատի, ես ուզում եի հիշեի, իսկ որոնք են այդ տողերը, եւ արձանագրացի, որ բացարձակապես ոչինչ չունեմ այդ պահին հիշելու, նոր կտակարանից ասելու։ Եվ ես մի պահ ուղղակի արգելակվեցի,
սկսեցի ամաչել, սկսեցի մտածել, որ հիմա այս մարդիկ կմտածեն, որ ես ընդհանրապես չեմ կարդացել նոր կտակարանը, եւ ես իհարկե դա տևեց շատ կարճ, եւ հանկարծ հիշեցի մի կտոր նոր կտակարանից, Քաղցած էի եւ ինձ ուտելիք տվիք, ծարավ էի եւ ինձ ջուր տվիք խմելու, օտար էի եւ ինձ ձեր մեջ առաք, մերկ էի եւ ինձ հագցրիք, հիվանդ էի եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի եւ ինձ այցի եկաք։ Այս խոսքերն են, որ հավատեն ներշնչել, նշել է վարչապետը։ Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ինձ համար արեցիք։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախից են. Անիծյալներ, գնացեք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար, որովհետեւ քաղցած էի եւ ինձ ուտելիք չտվիք, ծարավ էի եւ ինձ ջուր չտվիք, օտար էի եւ ինձ ձեր մեջ չառաք, մերկ էի եւ ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտի մեջ եւ ինձ տեսնելու չեկաք։ Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. Տեր, երբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ ու քեզ չծառայեցինք։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մեկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք։ Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Փաշինյանն իր ելույթն ավարտել է շնորհակալության աղոթքով, իսկ միջոցառման մասնակիցներն ու կազմակերպիչ Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը ընդգծել են. բոլորի մեջ կա հոգևորի մեծ կարիք եւ այն հնարավորություն է տալիս ճանաչել միմյանց ու հոգևոր արժեքները։ Միջոցառմանը հյուրընկալվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, եվրոպական բազմաթիվ երկրներից պաշտոնյաներ ու փորձագետներ, որոնց միավորում է հավատքն ու աղոթքը։ Վարդուհի Արզումանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։